Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Եվ այսպես այսօր ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է առաջարկել ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ։ Ըստ առաջարկվող փոփոխության կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր։ Սամվել Կարապետյանի ուժը կարծում է, որ սա իրենց դեմ է, քանի որ միլիարդատիրոջ անունը եւ ազգանունն է ներառված իր կուսակցության Ուժեղ Հայաստանի կողմից ստեղծված ընտրական դաշինքի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանման մեջ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասում է, այսօր Փաշինյանը եւ իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։ Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Հավաքվում ենք ազգային ժողովի դիմաց բողոքի։ Հետո Սամվել Կարապետյանը գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասում է. հիմա պարզ է Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին։ Անկեղծ բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, խայտարակ եղավ Մոսկվայում, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն, ասում է Սամվել Կարապետյանը։ Հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, մասնավորապես նշելով. ուժեղ տղա, ինքնուրույն չես կարող 2 բառ ասել, տեքստը, որ հրապարակել ես, մտիր ծայրից ծայր կարդա։ Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոսել։ Մտի ուղիղ եթեր 2 բառ ասա ժողովրդին։ Կամ լավ ինքնուրույն չես կարա 2 բառ ասես, այն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա։ Եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են, ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցելու է առանձին։ Հայ ազգային կոնգրեսը բոլոր հանրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած Ուժեղ Հայաստանի հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել ենք առավելագույն ճկունություն դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով։ Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ, ասում են ՀԱԿ-ից։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանից էլ դեռ չեն բացատրել, թե ինչու են մերժել ՀԱԿ-ի հետ դաշինքը։ Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել Ուժեղ Հայաստանի եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ եւ նախընտրական եւ հետընտրական փուլում խորհրդանում կոալիցիա կազմելու եւ երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում։ Թե ինչպես են պատկերացնում հունիսի 7-ի ընտրություններում հաղթահարել անցողիկ 4%-ը, պարզ չէ, ՀԱԿ-ը նախորդ ընտրություններում ստացել էր մոտ 20,000 ձայն, դուրս մնալով խորհրդարանից։ Կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը Ուժեղ Հայաստանն է։ Այս մասին էլ հայտարարեց երրորդ նախագահը։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանին համարելով ընդդիմության առաջատար ուժ Սերժ Սարգսյանը այս փուլում խուսափում է ասել, արդյոք հենց նրան էլ հանրապետականը կաջակցի հունիսի 7-ի ընտրություններին։ Փակագծերը Սարգսյանը խոստանում է բացել քարոզարշավի ընթացքում, որը կմեկնարկի արդեն 1 ամսից մայիսի 8-ին։ Պաշտոնաթող նախագահը միաժամանակ հստակեցնում է ինքը երբևէ կողմնակից չի եղել, որ ընդդիմադիր ուժերը մեկ միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, քանի որ այդ պարագայում հաղթելու շանսերը նվազում են, քան եթե ընդդիմությունը մի քանի ճակատներով մտնի ընտրապայքարի մեջ։ Սերժ Սարգսյանը համոզված է, եթե ոչ քարոզարշավի ընթացքում, ապա գոնե ընտրությունների արդյունքում ընդդիմությունը միասնական կլինի եւ համատեղ գործողություններով նույն կետին կխփեն։ Սարգսյանի կարծիքը չի կիսում Ռոբերտ Քոչարյանը։ Նա խոսում է նախընտրական խոշոր դաշինքներով ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ Ընդդիմադիր դաշտը կարող է
գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով, ասում է Քոչարյանը։ Չնայած Սարգսյանի եւ Քոչարյանի թիմերի միջև առերևույթ տարաձայնություններին, ՀՀԿ համագումարից հետո Սերժ Սարգսյանը վերահաստատեց. շատ կուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը հաջողություններ գրանցի։ Ավելին անկեղծացավ, որ իրենց իսկ հարցումները ցույց են տվել, որ Քոչարյանի առաջնորդած ուժը ավելի բարձր վարկանիշ ունի, քան Հանրապետականը։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում 3 բլոկ է ձևավորվել՝ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր ու գործիչներ։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, որ առայժմ հանրությանը անհայտ 2 ուժի հետ է դաշինք կազմել, հայտարարում է, թե բանակցությունները քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել ու դաշինքը կարող է ընդլայնվել։ Ընտրություններին չի մասնակցի, բայց Սամվել Կարապետյանին կաջակցի նախկին արտգործնախարար Վահան Հովհաննիսյանի հիմնադրած ժառանգությունը։ Քաղաքական ուժը շաբաթ օրը համագումար էր գումարել, բանաձև ընդունեց, նշեց, աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը։ Ռաֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ լայն կոնսոլիդացիա կազմելու հարցի շուրջ քննարկումներ են ունեցել Կարապետյանի, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի եւ Ապրելու երկիր կուսակցության հետ։ Սակայն ըստ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարի չեն հանգել։ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին հայտարարեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած Ազատություն կուսակցությունը։ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունը կորցրած Հանրապետականը որոշեց չմասնակցել ընտրություններին, բայց միաժամանակ խոստացավ ակտիվորեն ներգրավված լինել ընտրական գործընթացներում։ ՀՀԿ-ն արդեն այսօր 4 կոնցեպտուալ առաջարկ է արել ընդդիմությանը։ Առաջինը, ինչպես գիտեք, մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է 2 խոշոր միջոցառում, նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Եվ մենք, որպես փորձառու եւ պատասխանատու կուսակցություն, առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ, համատեղ ձեռնարկումներ մշակելու եւ իրականացնելու գործը։ Երկրորդ առաջարկը շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը, գնա, որ գնան կարգախոսի ներքո, տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Երրորդը, գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։ Մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերի նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն, ստորագրելով համապատասխան հուշագիր եւ փաստացի համադրելով քաղաքական ու անձնական դիրքորոշումները։ Եվ չորրորդ առաջարկը հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը։ Քանի որ Հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը ծրագրային բազմաթիվ դրույթներով մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրքրի, ասում են հանրապետականները։ Եվ այժմ զրուցելու եմ Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Ողջույն պարոն Ավագյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ սկսենք ազգային ժողովի արտահերթ նիստից, որտեղ իշխանությունները փոփոխություն են իրականացնում ընտրական օրենսգրքում, մասնավորապես կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ եւ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հովոլաձևեր։ Ընդդիմությունը ասում է, որ սա օրենքի խախտում է, 2 ամիս առաջ չի կարելի ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնել եւ պնդում են, սա իրականացվում է մեկ ուժի դեմ, այն է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, այս դաշինքի դեմ, հա։ Դուք ինչպես եք վերաբերվում այս փոփոխություններին եւ արդյոք այս փոփոխություններով իշխանությունը, այսպես ասենք, փորձում է հարվածել Սամվել Կարապետյանի դիրքերին։ Ճիշտ ասած, երբ իմացավ հավանական փոփոխությունների մասին, ազգային ժողովի նիստի մասին, մի քիչ զարմացած էի, որովհետեւ ընդհանուր առմամբ ես չեմ կարծում, որ
դաշինքի ազգանունը եթե նշված չլինի, ընդհանուր առմամբ թե քարոզարշավի ընթացքում, թե նաև ընտրության ընթացքում պարզ չի լինելու, թե որ ուժը որ անձի շուրջ է ստեղծված, առհասարակ մենք ունենք ցավոք սրտի անձակենտրոն կուսակցություններ Հայաստանում եւ ինչպես տիպ մակարդակում, այնպես էլ համապետական մակարդակում դա այդպես է։ Եթե հիմա հերթով բոլոր հիմնական տեխնացուների վրայով գնանք, ապա քաղաքացիական պայմանագրի պարագայում վստահաբար բոլոր ընտրողներն էլ կարևորելու են Նիկոլ Փաշինյանի անձը, նաև Հայաստան դաշինքի պարագայում, նաև ուժեղ Հայաստանի պարագայում կամ ինչ կոալիցիա կլինի այնտեղ, նույնն էլ Գարգիկ Ծառուկյանի ուժի պարագայում։ Այսինքն տեխնիկական մասով ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ տարբերություն չի լինելու, մթնոլորտ չի փոխվելու, իսկ ինչ վերաբերում է, որ այս փոփոխությունը իրականացվում է ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, այո, սա խնդրահարույց է ու այս քայլով քաղաքացիական պայմանագիրը թույլ է տալիս, որպեսզի իրեն կարողանան քննադատել եւ նաեւ օրինակ հարցականի տակ դնեն արդար մրցակցության ապահովման կոնտեքստում, ընտրություններից առաջ։ Ես բացի այն, որ ճիշտ ասած զարմացած եմ, տենց այլ ինչ-որ բան չունեմ ասելու, նաև ես գիտեմ, որ թիմ մակարդակով արդեն տևական ժամանակ է այդպես է եւ թիմերում օրինակ ազգանուններով դաշինքներ արդեն վերջին ընտրություններում մենք չենք տեսնում եւ բայց ընդհանուր առմամբ ասել, որ սա հարցականի տակ է դնելու ընտրությունների ազատ արդար ու թափանցիկ լինել, իհարկե սա չափազանցված է, ուղղակի քաղաքական խոսք է եւ օգտագործելով այս զուտ ԿՊ-ի հապճեպ գործելավոճը ընդդիմությունը զուտ փորձում է քննադատել, բայց ես առհասարակ չեմ գնահատում, որ դա կազդի ընտրությունների արդյունքների վրա։ Դե ինչպես ուժեղ Հայաստանից են նշում, որ սրանով ասում են, որ իշխանությունը պատրաստվում է գողանալ առաջիկա ընտրությունները, եւ ազդել ազատ ու թափանցիկ ընտրական process-ի վրա, այսինքն սա այդպիսի էական ազդեցություն չի ունենա։ Չէ, օրինակ ավելի շատ ազդեցություն կարող է ունենալ, ասենք, ընտրակաշառքների բաժանումը, ցույցերի մարդկանց բերելու համար գումարի բաժանումը, օրինակ քննչական կոմիտեի վերջին շրջանի հաղորդագրությունները, որ կան կապված նմանատիպ դեպքերի հետ, իհարկե ես ցանկանում եմ սպասել դատական վճիռների նոր ավելի դետալային խոսել այս թեմաներից, բայց նմանատիպ երևույթներն են ավելի շատ ազդում ընտրությունների ազատ արդար եւ թափանցիկ լինելու հանգամանքի վրա, իսկ իշխանությունների պարագայում հիմնական մտահոգությունը կարելի է ասել դա ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումն է, որը որ ես հուսով եմ, որ անկախ դիտորդական կազմակերպությունները, քաղաքական աֆիլիացիաներ չունեցող անկախ դիտորդական կազմակերպությունները դա կդիտարկեն եւ համապատասխան զեկույցներով հանդես կգան եւ մենք կհասկանանք օրինակ ադմինիստրատիվ ռեսուրսը ինչ չափ է կիրառվում է թե ոչ, ինչպես որ օրինակ ԿՊ-ի կողմից կիրառվում էր Երևանի վերջին ընտրությունների ժամանակ։ Շատ լավ։ Սամվել Կարապետյանը նաև գրավոր հայտարարություն տարածեց, որտեղ նշեց, որ Փաշինյանի պատճառով հուլիսին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է տեղի ունենալու, եթե այս իշխանությունը էլի վերընտրվի, նշեց, որ Փաշինյանը խայտառակ եղավ Մոսկվայում, նշեց, որ պետք չէր փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից, հետո հիշեցրեց, թե ինչ է պատահել Վրաստանի եւ Ուկրաինայի հետ ու ասաց, որ մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Փաշինյանի այսպես ասենք քաղաքականությունը եւ որպես վերջին այցը նրա Մոսկվա Պուտինի հետ հանդիպումն էլ այսպես շատ պատկերավոր ասած դրա կուլմինացիա։ Արդյոք խոսում է նրա մասին, որ Հայաստանը Ռուսաստանին քշում է տարածաշրջանից եւ ապագայում պետք է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմներ լինեն եւ հիշելով Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը, այդ պատերազմները գուցե չսահմանափակվեն միայն տնտեսական գործոնով։ Տեսեք, այդ հայտարարությունը շատ լավ է իրականում, որ եղավ, որովհետև սա ըստ էության հայ ժողովրդի առաջ խաղաքարտերի բացում է, արդեն բաց խաղաքարտերով է գործում ուժեղ Հայաստան կուսակցությունը, որովհետև մինչև այս այն անձիկ, ովքեր որ առաջնորդում են այդ շարժումը կամ այդ կուսակցությունը կամ այդ կուսակցությունների համախմբությունը եւ հանդես են գալիս Սամվել Կարապետյանի անունից, հիմնականում խուսափում էին արտաքին քաղաքական թեմատիկայի շուրջ ոչ միայն բանավեճերից, այլ նաև ընդհանուր առմամբ քննարկումներից, իրենց պատկերացումներից, միջազգային հարաբերությունների նկատմամբ եւ այլն։ Իսկ այստեղ արդեն մենք հստակ տեսնում ենք, որ
այս հայտարարությունը հենց տեղի ունենում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո նույն այդ տնտեսական սպառնալիքի մասով նաև Վլադիմիր Պուտինը հենց ուղիղ տեսախցիկների առաջ խոսեց դրա մասին, գազի գնի, նաև տնտեսական կախվածությունների եւ այդ ամենի ու Հայաստանի ԵՄ բռնած ուղու անհամատեղելիության եւ սրան նաև Սամվել Կարապետյանի ուժը բացահայտորեն հռչակվեց որպես պրոռուսական ուժ եւ այս առումով նաև հետաքրքիր էր թե իրենք ինչպես են օրինակ հակադարձելու Ռուսաստանի նախագահին, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ իրենք ոչ միայն հակադարձում են, այլ նաև կնիք են դնում Ռուսաստանի նախագահի բոլոր հայտարարությունների վրա եւ հստակ մատնանշում են, որ այո, մենք հենց պրոռուսական ուժ ենք եւ հայ-ռուսական այս դժվարին հարաբերությունները, որը 2020 թվականից ի վեր բազմաթիվ փորձությունների միջով անցել, իրենք միայն մեղադրում են Հայաստանի Հանրապետությանը, առհասարակ Ռուսաստանի խնդիրների մասին չեն խոսում եւ բաց խաղաքարտերով ժողովրդին ուղղակի շարունակում են Ռուսաստանի տնտեսական շանտաժը, նշելով, որ եթե օրինակ դուք ռուսամետ ուժերին չընտրեք, ապա սոված եք մնալու եւ տարբերակներ չեք ունենալու եւ լինելու եք աղքատ։ Ինչպես նաև հենց նշված էր Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։ Հետևաբար ես ուրախ եմ այս հայտարարությամբ, որովհետև մինչև այս այն որ ուժեղ Հայաստանը պրոռուսական ուժ է, դա հիմնականում թաքցվում էր եւ իրենք փորձում էին խուսափելով տարբեր հարցերից այլ եղանակով քարոզչություն իրականացնել, շեշտը դնելով տնտեսական հարցերի վրա, բայց այս հայտարարությունից հետո իրենք արդեն ստիպված են լինելու իրենց բանավեճերը շրջանառել անընդհատ այս թեմատիկայի շուրջ, որովհետեւ այդ հարցերը իրենց մշտապես տրվելու են եւ այստեղ հստակ երևում է, որ եղավ տնտեսական այդ ակնարկը շանտաժը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի բարձր մակարդակով, դրանից հետո արդեն փոխվարչապետ եւ տարբեր պաշտոնյաների մակարդակով, իսկ հիմա արդեն ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի մակարդակով, ուստի խաղաքարտերը པարզ են եւ ժողովուրդը արդեն իրենց ցույցը պետք է կատարի։ Շատ լավ, բայց որքանով է հավանական, հա, այդ տարբեր սցենարների իրագործումը Ռուսաստանի կողմից, այսինքն տնտեսական, այսպես ասենք, սանկցիաներ կիրառելը։ Տեսեք, նաև ես դրա մասնից ցանկանում խոսել, օրինակ հիշում ենք, որ Ռուսաստանը առհասարակ Հայաստանի կախվածությունները Ռուսաստանից երկու մեծ բաղադրիչ ունեն, մի մասը ունեին, դա անվտանգային եւ տնտեսական բաղադրիչներ։ Եվ մենք հիշում ենք օրինակ, թե ինչ տեղի ունեցավ անվտանգային բաղադրիչի հետ։ Այն արկա երաշխիքները, որը կար եւ ՀԱՊԿ-ով եւ հայ-ռուսական պայմանագրերով, դրանք չաշխատեցին 2026 թվականին Հայաստանի նկատմամբ հարձակումների ժամանակ եւ նաեւ հենց պատերազմի բուն ամենաթեժ օրերին Հայաստանը զրկվեց զենքի մատակարարումից, թեև գումարը վճարել էր եւ դրանից հետո կարծես թե թվում էր թե անելանելի վիճակ է, ինչպես է հնարավոր, մենք գրեթե 100%-ով անվտանգային առումով կախված ենք Ռուսաստանից, բայց մենք հետագայում տեսանք, որ այլընտրանքներ օրինակ գտնվեցին եւ Հայաստանի ռազմական բյուջեն մոտավորապես 3 անգամ ավելացավ այդ դեպքերից հետո, նաև Հայաստանը հաջողացրեց օրինակ զենքի մատակարարում ապահովել նույն Հնդկաստանից եւ Ֆրանսիայից եւ նաև տեսանք, որ այս նոր իրավիճակը տարածաշրջանային ձևավորվեց Վաշինգտոնյան հռչակագրի ներքո եւ դրանից բխող փաստաթղթերի ներքո, այսինքն նույնն էլ տնտեսականի հետ կապված մենք 100%-անոց չենք կարող ասել, որ եթե Ռուսաստանը օրինակ որոշի հակերտավոր ասած պատժել Հայաստանին, ապա դրա հետևանքները ինչպիսին կլինեն, եւ ես կարծում եմ, որ ռուսական կողմը նույնպես դա հասկանում է, որովհետեւ եթե օրինակ Հայաստանին որոշ առումով հաջողվել է անվտանգային առումով մեղմել այդ բացերը, ապա չկա, այսպես ասած, ոչ մի երաշխիք, որ Հայաստանին չի հաջողվելու դա անել, նաև տնտեսական կախվածությունների կոնտեքստում։ Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ Հայաստանը ինքը փոքր երկիր է եւ համապատասխան ճիշտ աշխատանքի եւ մոտ հարաբերությունների արևմուտքի հետ գուցե հնարավոր լինի որոշակի ճգնաժամային իրավիճակները կառավարել։ Մյուս կողմից մենք պետք է նշենք, որ այստեղ կարևոր է խոսել Հայաստանի կողմից չիրականացված տնային աշխատանքի մասին, որովհետև այդ կախվածությունների մասին մենք նոր չի որ գիտենք, բայց ստացվում է նույն այդ անվտանգայինի իրավիճակը հիմա, երբ Հայաստանը օրինակ այդ դիվերսիֆիկացումը բավարար տեմպով չի իրականացրել Ռուսաստանից կախվածությունների, եւ այսօր այնպիսի կետի է, որ արդեն Հայաստանի հետ փորձում են շանտաժի լեզվով խոսել։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով է այս շանտաժը իրատեսական կանեն, թե չեն անի, ես այս փուլում հակված չեմ մտածելու, որ որևիցե կտրուկ քայլ Ռուսաստանը կանի, իրենք կարծում եմ պատրաստ են աշխատել այս իշխանությունների հետ, իհարկե իրենց համար ցանկալի սցենարը ուժեղ Հայաստանի կամ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն է, բայց ամենայնիվ Ռուսաստանի հիմնական նպատակը Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի վերահսկողությունն է, ոչ թե բուն կոնկրետ ինչ-որ իշխանությանը փոխել կամ չփոխել, դրա համար ինչքան հարուստ մարդ կա, ինչքան միլիարդատեր մարդ կա, իրենք այնպես են անում, որ հայտնվեն քաղաքականության մեջ, որպեսզի հայակենտրոն դերակատարները մնան լուսանցքում։ Ես հիմնական քաղաքական մարտահրավերը Հայաստանի քաղաքական դաշտի համար ավելի շատ սա կհամարեի, ոչ թե օրինակ իրենք այդ տնտեսական սանկցիաները կիրականացնեն, թե չէ։ Եվ նման սանկցիաների դեպքում ավելի տրամաբանական չի, որ Հայաստանը, ինչպես այլ ոլորտներում դուք նշեցիք, շատ ավելի կսկսի արագ տեմպերով մերձենալ նույն Եվրամիության հետ, հա։ Այս դեպքում եթե Եվրամիությունը դիտարկենք, որը այդքան հուզում է ռուսական կողմին։ Իհարկե կարող է լինել, որովհետև մենք նաև պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ-ն օրինակ հավելել մաքսատուրքեր է սահմանում ԵԱՏՄ տարածաշրջան տարածքից դուրս ապրանքների համար եւ ընդհանուր առմամբ ես տնտեսագետ չեմ, բայց տնտեսության հետ կապված այսպիսի վերլուծություն, այսինքն հասկանալ ձեռնարկատերերի վարքագիծը, հասկանալ օրինակ Եվրոպական միության հավանական աջակցությունների ծավալը, օրինակ ԱՄՆ-ի հավանական աջակցությունների ծավալը, Մեծ Բրիտանիա եւ այլն մի քիչ բարդ է ասել։ Բայց ես նորից եմ ասում, այնպես չի, որ եթե Ռուսաստանը որոշի իր բոլոր տնտեսական գործիքակազմը Հայաստանի դեմ կիրառել, ապա Հայաստանը կորած է։ Այո, կարող է հակառակ էֆեկտը դա տալ եւ Հայաստանը մի բան էլ օրինակ ավելի հաջող եւ ավելի արագ սկսի մերձենալ նույն Եվրամիության հետ։ Եվ այստեղ ես նաեւ հենց Լուկաշենկոյի վերջին հայտարարությունն եմ հիշում, ասում էր պետք է հայերի հետ զգուշ լինել։ Հավանաբար նաև գուցե իրենք այս ասպեկտով հասկանում են, որ Հայաստանը այնպես չի, որ ամբողջովին, այսպես եթե Ռուսաստանը չլինի, տնտեսապես կփլուզվի, ինչպես օրինակ մեր սիրելի գործարարն է ասում Ռուսաստանից եկած։ Եվ այդ դեպքում իրավիճակը բավականին, այսպես ասենք, կմեղմեր նույն Թուրքիայի հետ հնարավոր չէ սահմանի բացումը։ Միանշանակ Թուրքիայի հետ սահմանի բացումը փոխադարձ առևտուրը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, նաեւ այստեղ կարեւոր է Իրանում տեղի ունեցող գործընթացների իրավիճակը, որտեղ տնտեսական որոշակի համագործակցություններ, նաեւ հնարավորություններ կա Իրանի հետ, բայց Իրանում այս պահին ծանր իրավիճակ է։ Այսինքն հավելյալ հնարավորություններ կարող են լինել, միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այդ պահին կստեղծվի որոշակի ճգնաժամային իրավիճակ եւ այստեղ նաեւ կարելի է դիտարկել օրինակ հավանական աջակցությունները, ոչ թե հավերժ աջակցություն, որ հայ ժողովուրդը ապրի, այլ որոշակի աջակցություն, որպեսզի Հայաստանը կարողանա շնչել եւ դուրս գա այդ ծանր իրավիճակից։ Եվ նորից եմ ասում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բավականին փոքր երկիր է, փոքր բյուջեով, արևմուտքի համար դա մեծ գումարների մասին չի խոսքը գնում, որ օրինակ լինեն որոշակի աջակցություններ, մինչև երկիրը կարողանա օրինակ հավելյալ ուղիներ գտնել, օրինակ իր արտահանման կազմակերպման ու տնտեսական մյուս կարիքների բավարարման համար։ Լավ, պարոն Ավագյան, եթե ենթադրենք այդպիսի վատ սցենարով, հա, առաջնորդվենք, որ Ռուսաստանի շանտաժը հենց այնպես չէ եւ ինչ որ պահի այն նաեւ գործարկվելու է եւ Հայաստանի միջազգային գործընկերները, ոնց մասին դուք նշեցիք, որոշակի աջակցություն եւ այլն տրամադրեն, որ เป զի երկիրը, տնտեսվարողները կարողանան այդ շոկային իրավիճակը հաղթահարել եւ որտեղ են արտահանվելու նրանք, հա, դե հիմա, չգիտեմ, արաբական ուղղությամբ են աշխատում, արևելք են աշխատում, նույն օրինակ Եվրամիություն, Վրաստանի միջոցով ենք հասնելու Եվրամիություն։ Այո, պետք է այս պահին տարբերակը Վրաստանի միջոցով հասնելն է, եւ ես հասկանում եմ, որ այստեղ խնդիրներ կան տեղի իշխանությունների հետ իհարկե, եւ այո, այս պահի դրությամբ Հայաստանը նաեւ լոգիստիկ կախվածության մեջ է հենց Վրաստանից, եւ իհարկե սրանք շատ մարտահրավերային իրավիճակներ են, բայց մենք բանով չպետք է ընդհանուր առմամբ պետք է այնպես մտածենք, որ օրինակ կարող են հենց նույն այդ գործընթացները ավելի արագացնել հենց նաև հայ-թուրքական սահմանի բացումը, որովհետև երբ որ արդեն հայ-ռուսական հարաբերությունները կտրուկ հակազդման մեջ են գնում, այդ ժամանակ արդեն
բարձ է լինում, որ Հայաստանը ամբողջովին անջատվում է, հա, Ռուսաստանից, իսկ դեռևս օրինակ շատ դեպքերում, երբ որ Հայաստանին Եմեն շատ մոտիկ չի թողնում, հենց մատնանշվում են նույն այդ կախվածությունների, նույն ասենք Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ կապի եւ մնացածի հետ կապված, բայց երբ որ իրավիճակը այդ աստիճան տնտեսական իրավիճակը սրվի, ստեղծվելու է քաղաքական նոր իրողություններ, եւ ես ասում եմ այդ իրողությունները օրինակ ես այս պահին առհասարակ ի վիճակի չեմ կանխատեսել եւ ես կխուսափեի օրինակ նման կանխատեսումներ իրականացնելից։ Հավանային դեպս այն ինչ որ պետք է օրինակ պատկերացնեն իշխանությունները, իրենք պետք է հավանական սցենարներ ունենան օրինակ, որ եթե նմանատիպ իրավիճակ լինում է, այսինքն 3 ամիս, 6 ամիս օրինակ գազը թանկանում է, ենթադրենք դրա հետ կապված պետությունը արդյոք կարողանում է այդ թանկացումները որոշ ժամանակ սուբսիդավորել, թե ոչ։ Կամ օրինակ երբ որ գյուղմթերքը մենք չենք կարողանում արտահանել Ռուսաստան, արդյոք հնարավորություններ կան օրինակ Ադրբեջանի տարածքն օգտագործելով դա ուղարկել օրինակ Ղազախստան եւ այլն։ Այսինքն այս նմանատիպ պլան B ասվածը դա կառավարության գործն է, որը որ պետքա հիմնված լինի հստակ հաշվարկների եւ հասանելի տվյալների հիման վրա։ Այդ տվյալներն ու հաշվարկները ես այս պահին չունեմ։ Եվ պարոն Ավագյան, գալով մեր զրույցի սկզբին, դուք նշեցիք, որ հիշատակելով նաև Սամվել Կարապետյանի գրավոր հայտարարությունը, որ արդեն բացահայտ խաղաքարտերով են խաղում, մասնավորապես նաև ածանցվելով Պուտինի դիտարկումներից, հա, ռուսական դաշտում, այսպես ասենք, մեր հայտնի իրադարձություններից հետո մեր հանրության մեջ Ռուսաստանի կամ Հայաստանի հետ նրա գործակցության վարած քաղաքականության նկատմամբ չկա միանշանակ ընկալում, հա։ Հետևաբար այս ուժերի, այսպես ասենք, խաղադրույքը ինչի վրա է լինելու, եթե ոչ հանրային այդ տրամադրությունները։ Այդ հարցը շատ է քննարկվում։ Տեսեք, օրինակ ոչ մի ավտորիտար անհատ, հա, իրենք չեն համարում, որ իրենք սիրված չեն։ Դա նույնը նաև վերաբերում է Ռուսաստանի ղեկավարությանը։ Իրենք ընդհանուր առմամբ չեն ելնում այն ելակետից, որ Հայաստանում կան օրինակ Ռուսաստանին չհամակրող մեծ ընտրազանգված։ Միևնույն ժամանակ մենք պետքա հղվենք այս նաև IRA-ի տրամադրած վերջին տվյալների վրա։ Օրինակ, որտեղ նշվում է, որ բնակիչների 43%-ը օրինակ կարծում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ունենա լավ հարաբերություններ։ Այո, 24%-ն է կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար մարտահրավեր է, սպառնալիք է, հիմնական սպառնալիքներից մեկն է, բայց մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը որպես սպառնալիք 23 թվականից ի վեր սկսում է ավելի քիչ ընկալվել հայ հասարակության մեջ։ Օրինակ 2023 թվականին բնակիչների 45%-ն է Ռուսաստանին համարում սպառնալիք, իսկ հիմա այդ թիվը նվազել է եւ հասնում է 24-ի։ Այսինքն նաեւ այս առումով որոշակի բան փոխվում։ Բայց միևնույն ժամանակ, այստեղ եթե Ռուսաստանի հարցը մի կողմ դնենք, առհասարակ մարդիկ չեն սիրում օտարերկրյա միջամտություններ։ Դա կապ չունի Ռուսաստանն է, Ադրբեջանն է, Թուրքիան է, թե Արևմուտքը, եւ հետեւաբար երբ որ օրինակ շատ մարդիկ ովքեր հակառուս չեն, հա, կամ Ռուսաստանի նկատմամբ նորմալ վերաբերմունք ունեն, միևնույնն է կարող է չհանդուրժեն այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահը ունի այստեղ օրինակ կոնկրետ կուսակցություններ, կոնկրետ տեխնոլոգիաներ եւ իրենք բաց իրար հետ համագործակցելով օրինակ ցանկանում են ձևավորել Հայաստանում իշխանություն։ Այսինքն կարող է սա հակառակ էֆեկտը տալ եւ շատ մարդիկ, ովքեր որ Ռուսաստանի նկատմամբ թեև բացական վերաբերմունք չունեն, բայց բուն երևույթի նկատմամբ ձևավորելով բացական վերաբերմունք, կամ խուսափեն քվեարկելու այդ ուժերին, կամ էլ գնան ընտրատեղամաս քվեարկեն իշխանությունների կամ այնպիսի կուսակցությունների կողմից, ովքեր Ռուսաստանի սատարումը չունեն։ Այսինքն ես այս երկու հավելյալ հավանական սցենարն եմ մտածում, որ տեղի կունենա գալիք ընտրությունների, նաև կարևոր կլինի օրինակ այս իրադարձություններից հետո հավելյալ էլի անկախ հարցումների ծանոթանալ, տեսնելու այս հասարակական կարծիքի փոփոխության դինամիկա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ռեստարտ քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանն էր։